շատ կարևոր է պապաների հետ կիսվել, խոսալ, չնամ, սեռական կյանքի մասին, պետք է փորձենք մաքսիմում բաց խոսանք, ամուսնանում են, հավեսը երեխային ունեն, չէ, մինչև հղիության ինչ-որ պահը, հղիության այդ ծննդաբերությունից հետո սեռական կյանքի հետ կապված հարցեր կա։ Այո։ Եթե ամուր չի եղնում, ուժեղ չի եղնում կապը իմաստնային, փիլիսոփական, 3 վայրկյան կդավաճանի տամարդ, 3 վայրկյան, եթե այդքան հասուն չեն կամ շատ շփոթ չեն։ Դրա մասին սկսած դրանից մինչև պապաները ոնց են երեխեքի հետ շփվում, ինչ զգացողություններ ունեն, մաքսիմում, եւ ոչ միայն դրական ուղղակի սիում ֆանտաստիկ բաներ, այլ բարդություններ, շատ կարևոր գործ եք անում, ուզում եմ անպայման խնդրել նաեւ իմ կողմից, որ շարունակական լինի, որովհետեւ դա անհասկ փոխանցեմ եւ խնդրեմ որ որովհետեւ դա շատ կապակինի մեր հասարակության հիվանդագին հարաբերությունները, որ շատ ընտանիքներում կա։ Ես փորձեմ մի բան ավելացնել վերջին, ուղղակի որ կյանքում երևի ամենակարևոր, ամենասիրուն բաներից մեկը, ուսի ամենասիրուն բաներից չգիտեմ, կամ սիրուն չասենք, ամենահետաքրքիր կարևոր բանը դա ինքնաճանաչումն է։ Կարաս ունենաս լավ կին, ունենաս երեխաներ, ունենաս մեծ ֆինանսներ, աշխարհը քո ոտքի տակ եղնի, բայց եթե դու քեզ չես ճանաչում բավարար չափով, քեզ չես հասկացել դու ով ես ու ինչի համար ես ամեն ինչ անում եւ ոնց անես որ այդ ընտրությանը հասնես երջանկության ու երջանիկ լինես, ոչ մեկին պետք չի։ Ոչ մեկին պետք չի։ Եթե դու այնքան առողջ չանես, հոգին կարող ֆանտաստիկ առողջ հոգեբանորեն ամեն ինչով մարդ եղնի, բայց եթե դու առողջ չես կարող երջանիկ յանեցի այդ։ Ով ուզում է եղնի, ուզում է ամեն հասուն մարդ եղնի քո կողքին։ Դրա համար երջանկությունը ընտրություն է, երջանկությունը պետք է ընտրել, որ երջանիկ լիներ, ոչ միայն ուղղակի ասել ես ընտրել եմ երջանկություն եւ վերջ, թե կգա այդ երջանկությունը, այդ բավականին բարդ ու ծանր աշխատանք է, բայց երբ որ այդ ծանր աշխատանք հարած է սեղան ու հասած սեղան այդ իմացությանը, կնոջ հետ ու նման հարաբերություններում նաեւ ամեն ինչ այսինքն է։